կարկուտ, տեղատարապ անձրևներ Լոռու մարզի մի շարք գյուղերում։ 20 րոպե կարկուտը հողին է հավասարեցրել նոր դուրս եկած սածիլները, վնասել պտղատու ծառերը։ Ալավերդիի շրջանի Ջիլիզա բնակավայրի վարչական ղեկավարը մեծ զրույցում պատմել է, ինչ վնասներ ունեն գյուղացիները։ Կարկուտից հետո թորտարած անձրևից սելավաճրերը մտել են բնակիչներից մեկի անասնագոհ, այնտեղ 17 գլուխ խոճկորա ջրահեղձեր է։ Որոշ հատվածներում ցանած կարտոֆիլի հողամասերում ոչ այդքան մեծ չափսի, բայց որոշ վնասներ հասցրել է հողամասերի, նկուղները լցվե անձրևը, ավտոտնակը լցվե, տները լցվե, մեկ էլ ավտոտնակում այդ փորած փոսը որ կա մեքենաները, որ սպասարկում են, մեկի ավտոտնակում հետապլվե։ Վարդանյանի խոսքով հորդառատ անձրևն ու կարկուտը կեսօրից հետո են սկսել բնակավայրում։ Հակակարկտային կայան գյուղում եւ հարակից հատվածում չի եղել եւ չկա, նշում է վարչական ղեկավարը։ 911 զանգե համապատասխան մարդկանց ուղարկել են, եկել են, տեսել են։ Հիմնականում այդ անասունների, խոչկորների ջրահեղձերած դեպքն ենք ավելի շատ ուշադրություն դարձրել, իսկ մնացած մասով նկարներ ունենք, հիմա համապատասխան հանձնաժողովը տեսնենք ինչ կորոշի։ Սեզոնային տեղատարապն ու կարկուտը նորություն չեն։ Գյուղացիների համար լավագույն աջակցությունը նախ հակակարկտային համակարգ ունենալն է, վնասները մեղմելը, նշում է Աշոտ Հարությունյանը։ Նախ հակակարկտային համակարգը կենտրոնացված պետք է աշխատի։ Պետք է աշխատի վնասների փոխհատուցման մեխանիզմ, բայց մինչև դա պետք է վնասների հաշվառման, գնահատման մեխանիզմ աշխատի։ Անմիջականորեն, ոչ թե ուղղակի խոսքով։ Եվ ամենակարևորը պետք է ապահովագրական համակարգը աշխատի, որպեսզի մարդիկ կարողանան վաճառությունից դուրս գան, բյուրոկրատիզմից դուրս գան, կոռուպցիոն երևույթներից խուսափեն։ Գյուղացուն իր խնդիրների հետ մենակ են թողել, նշում է Հարությունյանն ու հավելում, բնական աղետները ժամ ու պատարակ չեն հարցնում, դրան միշտ պատրաստ պետք է լինի պետությունը, հնարավորինս կանխարգելելու, այնուհետև վնասները փոխհատուցելու համար։ Օրինակ հարևան Վրաստանում տեղատարապ անձրևների եւ կարկուտի դեմ պայքարը 2015 թվականից է մեկնարկել։ Կախեթիի շրջանում Վրաստանի կառավարությունը վերականգնել եւ ընդլայնել է խորհրդային տարիների հակակարկտային համակարգը։ Ըստ Վրաստանի կառավարության համակարգը կարող է 80-ից 90%-ով նվազեցնել կարկուտի պատճառած վնասը, բայց դրանով չեն սահմանափակվում։ Գյուղատնտեսական ապահովագրությունն ու սուբսիդավորման ծրագրեր են գործում։ Հայաստանում էլ կան նման ծրագրեր։ Օրինակ Ջիլիզայում որ ծրագիրն է գործելու։ Ինչ քայլեր է իրականացրել կառավարությունը։ Զանգեցինք մարզպետարան, բայց արձագանք չստացանք։ Կառավարության ծրագրերը չեն գոհացնում գյուղացիներին, չեն գոհացնում, որովհետև ճիշտ չի գործարկվում, նշում է Աշոտ Հարությունյանը։ Մարդկանց հանդիպեցի, ասի ձեզ, որ կարկուտ էր տեղացել 24-25 թվականին, ինչքան են փոխհատուցել, ոչ ավել, ոչ պակաս ծիրանին այգետեր, ասես 1 հեկտարի համար իրեն փոխհատուցել են 38,000 դրամ։ Դա խայտարակություն է, դա պետական միջոցառում չի, դա մարդկանց ներողություն եմ խնդրում ձեր կառնոցիա, պետք է պետական մեխանիզմներ լինի, որպեսզի մարդիկ կարողանան վնասի հետևանքները մեղմացնել։ 2025 թվականին մենք այցելել էինք Արարատի, Շիրակի մարզեր, զրուցել բնակիչների հետ։ Իդեպ, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղ 1 տարի առաջ հենց այս օրն էինք այցելել։ Մոտավորապես 1 մետր բարձրության վրա եղել ստե ջուրը, արդեն տեսնում եք, ամբողջ ճղերը ներքևի հատվածի, գեղտնել վրան, մի քանի այգիներով սպլաշնոյ վերցած իջնում էր, եկավ տենց տան այգինա, հեսա ցեխերը կրում բերում ենք, սաղ ճահճացել է, այդ տիղմը բերում լցում ենք ստեղ, բարձր էր հոսքը, հիմա այս կոճղերին որ նայեք, հենա հաստությունը մոտ 50 սանտիմ բարձրությունով արագ հոսքով լցվում էր տաները, սաղ, գարաժ, թոնրատուն։ Գյուղացիների հետ հեռախոսազրույցներից պարզեցի, որ չնայած մեծ վնասներին, չնչին փոխհատուցում են տվել։ Կարկուտը մի քանի րոպեում ոչ միայն բերքն է ոչնչացնում, այլ նաև մարդկանց ամիսների աշխատանքը, սպասումն ու
ապրուստի հույսը։ Ամեն տարի նույն պատկերն է՝ վնասված այգիներ, կործանված սածիլներ, պարտքերի տակ մնացած գյուղացիներ։ Նախընտրական այս փուլում քաղաքական ուժերը տարբեր խոստումներ են տալիս։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման մասին է խոսում։ Հայաստան կուսակցությունների դաշինքը գյուղատնտեսության աջակցության եւ վնասների փոխհատուցման մեխանիզմների մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքն էլ գյուղատնտեսության եւ արտադրության խթանման ծրագրեր խոստանում։ Այս խոստումների ֆոնին գյուղացին փրկված ծառերն ու սածիլներն է հաշվում։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։